Շարունակում ենք ձեզ տեղեկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և համացանցում կատարվող նորամուծությունների և նորությունների մասին։ Օրերս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում տեղի ունեցավ հայկական նոր սոցիալական կայքի շնորհանդես, ներկա էր նաև Սերժոն։ Armenian Roots կայքն աշխարհում միասնական ցանցի ստեղծման համար է, որը կմիավորի հայերին ստեղծելու միասնական համակարգ, որտեղ յուրաքանչյուր հայ, անկախ իր ապրելու վայրից, հնարավորություն կունենա միանալ այդ համակարգին և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հարազատների հետ շփվելու, թարմ լուրեր ստանալու և սեփական տոհմը վերականգնելու համար։ Armenianroots.org-ի հիմքը հանդիսանում է բոլոր հայերի ծագումնաբանական ծառ ստեղծելն ինչպես արտասահմանում, այնպես էլ հայրենիքում։ Յուրաքանչյուր օգտվող գրանցվելով կարող է քայլ առ քայլ հավաքել և դասակարգել նախնիների մասին ինֆորմացիան, ստեղծելով իր ծագումնաբանական ծառը։ Դա թույլ կտա ավելի լավ հասկանալ, որտեղից են գալիս արտերկիր գնացած հայերի արմատները, հարստացնել գիտելիքներն իրենց նախնիների և պատմության մասին, գտնել ծագումնաբանական ծառի կապող օղակները և վերականգնել պատմությունը մանրամասներով, գնալ դեպի անցյալ, մինչև հայոց ցեղասպանություն և ավելի հեռու։ Проект создан под общественной организацией «Баланс». Я являюсь представителем этой организации. И что это такое? Проект – это сайт, с помощью которого возможно собрать всех армян мира и дать возможность создать древо рода. То есть каждый армянин будет иметь возможность создания древа рода, через древо рода находить своих родственников, укреплять связи и так далее. После того, как будет создано древо рода каждого человека, мы можем отследить перемещение армян во время геноцида армян до 1915 года и куда эти рода были перемещены. То есть, например, человек заходит на сайт, создает свое древо рода, и мы можем понять, как предки, где этого человека предки жили до геноцида армян и куда они переехали после. Armenianroots.org կայքն անվճար է եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է գրանցվել այնտեղ։ Ինչպես հաղորդում է iReport կայքը, Одноклассники սոցիալական ցանցի հույսին է մնացել Մոլդովան, Հայաստանը, Ուզբեկստանը եւ Ղրղստանը։ Իսկ թե ինչ համանորյա նվերներ է մատուցում Одноклассники-ին եւ ինչպիսի նորություններ կան համացանցում, պարզել է Սերժոն։ Одноклассники սոցիալական կայքը թանկացրել է գները։ Մի քանի ամիս առաջ 5+ ծառայությունն անվճար էր, հետո դարձավ 1000 դրամ, իսկ հիմա եռապատկվել է։ Այժմ պետք է վճարենք 3000 դրամ համապատասխան SMS ուղարկելով, որպեսզի մեկ ամիս օգտվենք 5+ եւ որոշ սմայլիկներ ուղարկելու հնարավորությունից։ Այսօրվա դրությամբ Հայաստանում եւ Արցախում Одноклассники-ից օգտվողների թիվը գերազանցում է 800,000-ը, ընդ որում ակտիվ պրոֆիլը 600,000 է։ Ղարաբաղ Տելեկոմը այս շաբաթ հանրությանը ներկայացրեց I+ փաթեթը։ Այսուհետ գործում են նոր սակագներ ձայնային հաղորդակցության ոլորտում, իսկ ինտերնետ հասանելիության ոլորտում նորություններ կլինեն հունվար ամսում։ Ընկերության տնօրինությունը խոստանում է ինտերնետ որակի բարելավում եւ հասանելիության շրջանակների մեծացում։ Իսկ հանրային ծառայությունից տեղեկացնում են, որ կուսումնասիրեն ինտերնետ ակումբներում սակագնային քաղաքականությունը, հնարավոր է ժամավճարի իջեցում։ Google որոնողական կայքը հրապարակել է 2010 թվականին կատարված հարցումների վիճակագրությունը։ Chat-Roulette կայքը, որը ցուցադրում է ամբողջ աշխարհում պատահական մարդկանց եւ թույլ տալիս տեսազանգերով խոսել նրանց հետ, գրավել է առաջին տեղը։ Երկրորդ եւ երրորդ ամենափնտրվող հարցումներն են եղել Apple-ի iPad-ն ու երգիչ Ջասթին Բիբերը։ Նոր տարվա եւ ձմռան շուրջն արդեն զգացվում են նաեւ բլոգներում, բայց ոչ իրականում։ Բլոգերներից ոմանք դժգոհ, ոմանք էլ ուրախ են նոր տարվա գալուստով։ Այս եւ այլ նորությունների մասին կրկին խոսում է Ռոքսին։ Շատիկյանը գրում է. «Բա ոնց, օրացույցով արդեն ձմեռ է, ազգը խառնվել է իրար, դեմը նոր տարի է։ Ես արդեն նկատել եմ մարդկանց վազքը դեպի խանութներ ու շուկաներ, ու գրողին թե ազգի կեսը ծայրին չի հասցնում, բայց ամանորի սեղանը պետք է ճոխ լինի։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս գների բարձրացման պակաս չի զգացվի, ու չնայած թանկացումներին մարդկանց տոնական սեղանի վրայից ավանդական ուտեստների պակաս էլ չի զգացվի։ Ավանդականը տվյալ դեպքում ոչ թե ավանդաբար մեզ հասած ուտեստներն են, այլ նրանք, որոնք կան բարեկամների ու հարևանների կեսից ավելիի տներում։ Այ դա է ավանդականը, ու հեչ էլ պարտադիր չի, սիրում ենք այդ ուտեստը, թե զզվում ենք դրանից։ Որ ավանդականը, ուրեմն վերջ, պիտի դրվի սեղանին, ու ջանդամ, թե հետո չենք թափելու։
Վազվզոցի պատճառով գրեթե բոլոր նախտիվ փնթփնթում են, բողոքում ու զզվում են նոր տարուց, ու չնայած դրան դեկտեմբերը դեռ չեկած, արդեն խառնվում են իրար։ Հարց է առաջանում. ինչի համար ենք նշում նոր տարին։ Պարտականությունը, թե ձևամոլություն։ Անիմաստ հարց, որը հաստատ պատասխան չունի։ Բոլորը գրում են նոր տարվա մասին, մի երկու տխուր բան էլ ես գրեմ։ Ինչպես ասում են, նախատոնական թողուբոհը այս տարի շուտ եկավ։ Չնայած նոր տարին դիմավորելու պատրաստությունը մեզանում դարձել է բացարձակապես ծիսական եւ արդեն բոլորովին կապ չունի ամանորի իրական խորհրդի հետ։ Տան տնտեսուհիները այնքան են հմտացել իրենց համար արդեն մասնագիտություն դարձած 2 կոպեկով տուն պահելու կարողության մեջ, որ ամեն տարի այս օրերին հրաշք են գործում։ Ընտանիքներ կան, որ ինչպես ֆիլմում է ասվում, կողմնակի եկամուտ չունեն, եւ եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է։ Այս մարդիկ որպես կանոն սեղան են պատրաստում, որ հարևաններից չամաչեն, ծայրը ծայրին հասցնելով, կաշվից դուրս գալով, որպեսզի չդառնան այն միջավայրի ստեղծած հիմար պատվիզողը, որը կերտել ենք մենք ինքներս մեր ձևամոլության տուրք տալով։ Մարդիկ կան, որ ուզում են հունվարի 1-ից հետո էլ ապրեն։ Սա է մեր երկրի ու մեր վիճակը, երբ արդեն հումորային հաղորդումներում կատակ են անում թեմա վերցնելով բաների թանկացումը եւ նոր տարվա խորհրդանիշ խոզի բուդի համեմատությունը։ Փաստորեն, այս տարի բանին այնքան է թանկացել, որ ոմանց համար անհաս փառքի ճամփա է դարձել, որ մտածում ես երևի իսկապես խոզի բուտը փոխարինենք, ասենք լորվա պանրի մի գնդով։ Պարզ երևում է, երիտասարդությունը այսօր մեր հասարակության թերևս միակ շերտն է, որ իսկապես կարողանում է վայելել, ոչ թե համտեսել նոր տարին։ Չնայած նշված ձևականություններին, բլոգերը հուսով է, որ դեռ պահպանված կլինեն ընտանիքներ, որտեղ տոնածառ զարդարելը պարտականություն չի լինի, հյուր ընդունելը եւ հյուր գնալը ձևականություն չի լինի, երբ նոր տարվա ավանդական սեղանը հարևանի սեղանից ճոխ չի լինի, երբ ժամացույցի զարքերը կավետեն ու կխորհրդանշեն ոչ թե անիմաստ կեցվածքներից հնչող կենաց ճառերի մեկնարկ, այլ իսկապես նոր տարվա, նոր հրաշքների, ընտանեկան համերաշխության նոր դրսևորման եւ նոր մարդկության ու նոր հայության մակրված էության մեկնարկը, գրում է File 4-ը։ Հասմիկ 77-ը գրում է վիրուսի եւ ձմռա մասին։ Հետաքրքիրն այն է, որ այս տարի վիրուսը մնաց առանց անվան։ Ոչ խոզը այստեղ նշվեց, ոչ այծը, ոչ էլ գետաձին ու ընձուղտը։ Իսկ այն համարյա չի տարբերվում անցյալ տարվա վիրուսից։ Հետաքրքիր է, ինչի հետ է կապված, որ քչերն են ուրախանում նոր տարվա կապակցությամբ։ Բոլորը միաձայն փնթփնթում են, նեղվում, միասին չեն սիրում նոր տարին։ Միգուցե մեր մենտալիտետն է մեղավոր։ Ախր հայերը չգիտես ինչու որոշել են իրենց սեղաններն ու ստամոքսները ծանրաբեռնել անհնարինության աստիճան այդ տոնին։ Ուտում են որտեղ պատահի, խմում են ինչքան պատահի, սեղաններին լցնում են ինչ պատահի։ Ես մտածում եմ, կլինի արդյոք այնպիսի մի ժամանակ, երբ մենք ավելի ձգտենք հարմարության ու հաճելիության, քան ցուցամոլության։ Ինչևէ, ես սիրում եմ նոր տարին։ Փոքրիկ վրիպում է նկատել Արմեն Մկրտչյանը։ Տրոյա ֆիլմում, երբ Աքիլեսը կանչում է Հեկտորի մենամարտի, երկնքում կարող ենք տեսնել ինքնաթիռ։ Հիշեցնեմ, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ 12-րդ դարում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների 2010 տարվա ամփոփում է կատարել Տիկոն։ Skype-ը հասանելի դարձավ HD ֆորմատով նոր հեռուստացույցների համար։ Կարծում եմ շատ կարևոր նորարարություն է եւ այն մեծ ապագա ունի։ Հայաստանի ամբողջ տարածքը ծածկվեց 3G+ ցանցով։ Հույս ունենք 4G-ն չի ուշանա։ Հայերեն լեզուն ավելացվեց Google Translate համակարգին։ Հույս ունենք, որ թարգմանության որակը կլավանա։ Կայացավ Arnet Awards 2010 հայկական կայքերի մրցույթը։ Ամեն դեպքում կայացավ։ WikiLeaks Skype-ը, սպասենք իրադարձությունների զարգացմանը։ YouTube-ը հանեց տեսանյութերի տևողության սահմանափակումները, ապրի Google-ը։ Հայաստանում առավել հասանելի դարձավ ինտերնետը եւ կա մրցակցություն առանց մեկնաբանությունների։ Բնապահպաններին կամ ձոն բնապահպանության։ Կտրվող ծառի համար 0 արժեք ունեն ձեր աղաղակները, նա արդեն անշունչ է։ Ցրտահարվողի համար 0-ից էլ պակաս արժեք ունեն ձեր բնապահպանական կոչերը, նրա երեխաները ուր որ է կմեռնեն, գրում է ուժ Աննան։ Ձեր փայփայած ծառը կարող է եւս մի քանի երեխայի կյանք տալ, ուրեմն ինչու չեք թողնում փրկել այդ երեխաներին, ինչու եք այդքան անգութ բնապահպաններ, թողեք որ գազը թանկանա ու տեսեք, թե ոնց է միանգամից լուծվելու ձեր բնապահպանական խնդիրները, թողեք որ գազը թանկանա եւ կդադարեք մեղադրվել տարատեսակ զանցանքների ու բնապահպանության մեջ։ Էլ ստիպված չեք լինի հատուկ ծառայությունների նկողներեն լուսացնել ձեր առավոտը։ Ծառերը էլ չեն խանգարի մեզ սեփական մաշկի վրա զգալու Հայաստանի արևը, որն ինչպես միշտ կշարունակի պայծառորեն ժպտալ եւ կխոստանա բոլորիս լուսավոր ապագա։ Բնապահպաններ, ինչու եք զրկում մեզ արևոտ ապագայից։
Գրեք մեզ startup.artsakh@gmail.com էլեկտրոնային փոստին կամ դիտեք մեր հաղորդումները YouTube-ում։ Մենք դեռ կհանդիպենք։